Վերջին զանգ սերիալում շատ հեշտ է կյանքին նայել ծանր ու լուրջ հայացքով, բայց ահա որ բարդ է, երբ կյանքի ամենածանր ու ողբերգական պահերին ստիպված ես նայել նրան ցինիզմով, պարզապես դիմանալու համար։ Իսկ երբ այլ ելք չկա, երբ բոլորը քեզանի երես են թեքել, երբ ճշմարտությունը քեզ է ճնշում ներսից, միակ ճանապարհը դառնում է ժպտալու քողի տակ ապրելու փորձը։ Հենց այս սահմանագծին է հիմա կանգնած Միքայելը, փակուղու մեջ, իր իսկ փորած փոսի մեջ, այն փոսի, որը սկսել էր փորել դեռ 25 տարի առաջ ու շարունակում էր խորը դարձնել մինչև այսօր։ Նրա կենցաղը դարձել է վիրավորելն ու նվաստացնելը։ Աննային, ով հավատարիմ է մնացել իրեն նույնիսկ ամենածանր պահին, Միքայելը ոչ միայն չի պահպանում ու չի գնահատում, այլև պիտակավորում է, ստվերում իբր նա ու սոսը սիրեկաններ են։ Իր վրայի կեղտը մաքրելու համար Միքայելը կեղտ է շպրտում կնոջ վրա, բայց ապարդյուն։ Կյանքը փաստում է հակառակը, եւ որքան էլ նա փորձում է խուսափել ճշմարտության պատասխանից, միևնույնն է, կեղտի կենտրոնում հենց ինքն է։ Աննայի հանդեպ նրա այսպիսի վերաբերմունքը մի փաստ եւս է ընդգծում։ Ինչքան էլ տառապի Աննան, ինչքան էլ ստորացվի ու վիրավորվի, նա նույնիսկ հիմա չի հավատում, որ Միքայելը ընդունակ է նման դաժանության։ Իսկ պատկերացնում եք, եթե Միքայելը իրեն քնքշորեն պահեր, սիրով ու հոգատարությամբ, Աննան երբեք չէր կասկածի նրան։ Բայց այսօր նույնիսկ այսպիսի վերաբերմունքի պայմաններում նա դեռ կասկածում է, դեռ մտածում է, միգուցե ոչ, միգուցե ուրիշ մեկն է։ Աննան գնում է սոսի հետ հանդիպման, սրտի խորքում հավատալով, որ Միքայելը կապ չունի երեխայի հետ կատարված ողբերգության մեջ։ Այս նոր տեղեկությունը Աննային մղում է հուսահատության եզրին։ Նա իր ներսում կոտրվում է, ոչ միայն որպես կին, այլ որպես մայր, ով կորցրել է երեխային ու հիմա ստիպված է բախվել ճշմարտության ամենադաժան շերտերին։ Այս բոլոր ծանր կետերում բացահայտվում է նաև Հենրիի ներքին պայքարը։ Նրա ներսում ընթանում է իսկական կռիվ՝ ասել թե չասել, բացահայտել ճշմարտությունը թե շարունակել լռել։ Մանավանդ որ Աննան իրեն ուղիղ տեքստով ասում է. եթե իմանա, որ Հենրին ճշմարտությունը իմացել է ու լռել, չի ների երբեք։ Սա Հենրիի համար ամենածանր սպառնալիքն է, մորից, բայց դեռևս լռում է։ Եվ երբ այդ լռությունը ներսից արդեն խեղդում է նրան, Հենրին գնում է պապիկի մոտ կիսվելու իր տագնապներով, եւ հենց այդ պահը դառնում է ճակատագրական։ Նրանց խոսակցությունը պատահական լսում է Էլիզը։ Այդ բայց սկսած ճշմարտությունը այլևս միայն Հենրիի գաղտնիք չէ, այժմ այն գիտի նաև Էլիզը, եւ սա շատ բախտորոշ պահ է, քանի որ Էլիզը թվում էր, թե այս պատմության մեջ շահ չունի, բայց իրականում ունի։ Նա այս գաղտնիքը օգտագործելու է շատ հստակ նպատակով, կանգնեցնելու Հենրիի ու Անգելինայի միավորումը։ Նրա պլանը արդեն հստակ է։ Նա պատրաստվում է անձամբ պատմել Անգելինային ճշմարտությունը ոչ թե հանուն արդարության, այլ որպեսզի Անգելինան իմանա, որ Հենրին լռել է, ու դրա հետևանքով նույնիսկ ոչ միայն սրտով, այլ նաև խղճով չկարողանա մնալ Հենրիի կողքին։ Բայց դա դեռ ամենը չէ։ Էլիզը կարող է նաև պատմել ճշմարտությունը Աննային այս ամենի վերջնական պայթյունը ապահովելու համար։ Այսպիսով ճշմարտության շրթան սկսում է աստիճանաբար բացահայտվել, բայց դեռ հարց է, դա կբերի ազատություն եւ արդարություն, թե նորից ցավ, կորուստ ու նոր պատերազմ։ Հարգելի հետևորդներ, Էլիզը սկզբում ում կպատմի ճշմարտությունը՝ Անգելինային թե Աննային։ Հղի եք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց
այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզանա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից sense իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, հանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ ընդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան, մեր պրոդյուսերի մոտ իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում են, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու տանում։ Շատ են հարցերը իմ ու Լովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ էի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскасвеш. Но он сказал, что нежная душа у меня, стерва. Սիրուն բաբը սтерվի։ Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լեովը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղում։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքերից տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ խոսքերին։ Գնում ենք նկարահանման մեր տրիոն։ Լավ ենք ամեն ինչը։